Նախաձեռնությունը դեռ 1 տարեկան չկա, բայց ազգային կրթության խորհուրդը ստեղծվել է հատկապես նրա համար, որպեսզի կրթությունը ազգային ռելսերից հանկարծ չշեղվի, որովհետև այդ պարագայում մենք Հայաստանում դաստիարակելու ենք մեր կրթության համակարգով աշխարհաքաղաքացիներ, որոնց համար միևնույն է լինելու, թե նրանք որտեղ են ապրում։ Սա որպես ներածություն։ Այո, ես միշտ բարձրաձայնում եմ այս խնդիրները, որովհետև մեր դպրոցները, որոնք հատկապես բարձր լեռնային եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերում աշխատում են, ապրում են մարդիկ, նրանք համայնքաստեղծ նշանակություն ունեն։ Դպրոցների շուրջը ձևավորվում է հենց համայնքը։ Համայնքից հանեցիր դպրոցը, համայնքը փուլ է գալիս, այսինքն նա ուղղակի դատարկվելու է։ Եվ այս մոտեցումը ցավոք սրտի ուշադրության չի արժանանում, նույնիսկ հակառակ քայլերն է հիմա կատարվում։ Օրինակ տեսեք, կառավարությունը հիմա ունի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, որը ենթադրում էր մինչև 2026 թվականը դպրոցների մասով ասեմ, ունենալ կառուցած կամ հիմնանորոգված 300 դպրոց, 300 դեկտեմբերի 15-ի դրությամբ, պաշտոնական գրությամբ մենք դիմեցինք նախարարություն հասկանալու համար, թե այդ 300-ից քանիսն է արդեն պատրաստ եւ երեխաները կարող են գնալ այդ դպրոցները, պարզվեց, որ ծրագիրը իրականացվել է ընդամենը 20%-ով, այսինքն 60 դպրոց է ընդամենը պատրաստ երեխաներին ընդունելու եւ դասապրոցեսը կազմակերպելու։ Փոխարենը մենք դրանից փաստորեն 4-5 անգամ ավելի շատ դպրոց ուղղակի փակելու ենք։ Փակելու ենք եւ դրանք են հատկապես վտանգավոր տեղերում գտնվող դպրոցներն են, վտանգավոր ասելով ի նկատի ունեմ այն գյուղերը, որոնք այո, մեր սահմանապահ գյուղերն են։ Եվ այնտեղից իսկ եթե դպրոցները փակում ենք, դա նշանակում է, որ այդ դպրոցի երեխաների ծնողները, որոնք մտածում են իրենց երեխաների կրթության համար, որը բնական է, որ յուրաքանչյուրը կմտածի, նրանք իրենց երեխաների հետևից գնալու են այնտեղ, որտեղ դպրոց կա։ Դա կարող է լինել խոշոր բնակավայր, հիմնականում մարզկենտրոններ, Երևան, իսկ ավելի վատ, եթե Հայաստանից դուրս են գնում, որովհետև այն մարզերում, որտեղ բարձր լեռնային բնակավայրերում, փոքր բնակավայրերում դպրոցները փակվում են, այդ բնակավայրերում շատ մեծ է օրինակ արտագնա աշխատանքը, այսինքն ընտանիքի կեսը տարվա կեսից ավելին ուղղակի Հայաստանում չի գտնվում։ Այս պարագայում, եթե կրթությունն էլ մենք չենք կարողանում պետական միջոցառումներով ապահովել, նշանակում է ուղղակի այդ ընտանիքները կվերամիավորվեն ի վնաս Հայաստանի, այսինքն նրանք ուղղակի Հայաստանից դուրս կգնան իրենց ընտանիքը վերամիավորելու եւ Ռուսաստաններում, ինչպես ասում են, բնակվելու երեխաներին կրթություն տալու։ Ըստ ձեզ դա հատուկ միտումով է արվում։ Գիտեք, սկզբից մենք մտածում ենք, որ գուցե եւ չէ, բայց քայլերի հաջորդականությունը բերում է այն մտայնության, որ ամենայն հավանականությամբ որոշակի միտում կա։ Ամեն դեպքում քաղաքականության սլաքները ուղղված են նրան, որպեսզի կարծես թե այսպես ասենք, բյուջետային միջոցները կարողանանք խնայել, չէ, որովհետև եթե 4-5 դպրոց իրար միավորելու ենք, դա նշանակում է 4-5 տնօրենի փոխարեն ունենալու ենք 1 տնօրեն, այնտեղ վարչատնտեսական աշխատակազմը փոքրանալու է, խնայելու ենք փոքրիկ ինչ-որ միջոցներ, բայց չենք մտածում, որ փոխարենը մենք կորցնելու ենք շատ ավելին մեր երեխաների ապագան, իսկ դա նշանակում է մեր երկրի ապագան։ Իսկ դուք ինչ լուծումներ կարող եք առաջարկել։ Մենք մի քանի լուծումներ ենք հենց այսօր էլ առաջարկելու, որովհետև դա իսկապես շատ կարևոր է, խոսել ուրեմն հետևանքների մասին շատ հեշտ է, բայց պետք է լուծումներ առաջարկել։ Լուծումներից մեկը այն է, որ պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել են դպրոցներին, որոնք գտնվում են հատկապես սահմանամերձ շրջաններում, դա նշանակում է ֆինանսավորումը կազմակերպել այդ դպրոցների ոչ թե ըստ աշակերտների կամ ըստ դասարանների, այլ հատուկ դպրոցի կարիքները հոգալու համար։ Սա առաջինը։ Երկրորդը կադրերի հարցը պետք է լուծել, որովհետև այդ դպրոցներում շատ դեպքում ուղղակի ուսուցիչներ էլ չկան։ Ուրեմն պետք է խրախուսել, որպեսզի մեր նոր շրջանավարտները եւ այնտեղ արդեն աշխատող ուսուցիչները ստանան բարձր աշխատավարձ այնքան, որ նրանք չմտածեն դպրոցը լքել եւ զբաղվել օրինակ գյուղատնտեսական աշխատանքներով, ինչ որ շատ անում են։ Եվ հատկապես այդ ուսուցիչները, որոնք աշխատում են, խուսափելու համար այդ արհեստական ինչ է կոչվում, ատեստավորման գործընթացներից ուղղակի դպրոցից դուրս են գալիս, ասում են այդքան
չնչին աշխատավարձը, որ նրանք ստանում են, դա էլ իրենց պետք չի։ Նրանք գուցե անասնապահությամբ կամ գյուղատնտեսությամբ կարողանան իրենց օրվա հացը հագալ։ Ուրեմն դա նշանակում է բարձրացնել իսկապես աշխատավարձերը եւ հատկապես այդ փոքր գյուղական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը։ Եվ մյուսը, որը շատ կարևոր է, այս որոշումները ցավոք սրտի Հայաստանում կայացվում են ամենաբարձր մակարդակով առանց հաշվի առնելու տվյալ համայնքների բնակիչների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կարծիքը։ Ոչ ոք չի հարցնում օրինակ ձեզ այդ դպրոցը պետք է թե պետք չէ կամ համայնքը ինչպես կարող է ներգրավվել այդ գործընթացում, որպեսզի կարողանա իր դպրոցը իր համայնքում պահել։ Ոչ ոք չի հարցրել։ Այսինքն պետք է հարցնել, սա շատ կարևոր է, դա պիտի լինի մասնակցային որոշումների կայացման գործընթացում։ Գուցե եւ բնակիչները մտածեն իսկապես կարելի է ջանքեր դնել եւ միավորել դպրոցները, բայց գուցե եւ իրենք ուրիշ միջոցներով կարողանան պահել իրենց դպրոցը, բայց ոչ ոք նրանց չի հարցնում։ Այսինքն ըստ ձեզ հնարավոր է իրենք ձգտում են նրան, որ այդ համայնքները իրոք հայաթափվեն։ Փաստը դա է լինելու, որովհետեւ մեր նախկին պատմությունը եւ ոչ միայն Հայաստանում ցույց է տալիս, որ եթե դպրոցը, որը միակ ըստ էության շատ բնակավայրերում միակ գործող կազմակերպությունն է, միակ գործող կառույցն է։ Եթե այդ միակ գործող կառույցը դու հանում ես համայնքից, համայնքը ուղղակի տարիներ հետո ուղղակի դատարկվելու է, այնտեղ մնալու են ծերերը, մնալու են աշխատանքի կարիք չունեցող, այսինքն որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ վերջ։ Այն ծնողները, որոնք երեխաների կրթության մասին մտածում են, նրանք վստահաբար թողելու են իրենց բնակավայրը։ Ցավոք սրտի եմ ասում։